Դանիելն ենք փորձում են խաղալ տենց բան էլի, անաչառություն են խաղում։ Ուրեմն Դանիել Լեոնիսյանը post է գրում Facebook-ում, որ Ռոբերտ Քոչարյանի կողմից ֆինանսավորվող արդեն մի քանի տևական ժամանակ կամ որոշ ժամանակ, չգիտեմ, ինքը ֆիքսել է ինչ-որ ժամից է երևի դա, երկրորդ նախագահի կողմից ֆինանսավորվող ուրեմն падգամաբան, ակտիվիստ, բլոգեր Արթուր Չախոյանը եւ նկարագրում է այս իրադարձությունը էլի տենց շատ լղոզված եւ սուբյեկտիվ։ Հիմա ոնց է կարծում, ով է հերքում Դանիել Իոնիսյանին։ Շատերը չի որ հերքում են, որտեվ Դանիել Իոնիսյանի գրածը ոչ մեկի վեճին չի։ Facebook-ում ասենք նայում ես, տենց ինքը իր համար գրում է ինչ-որ բաներ։ Բայց սա հերքում է փաստերի ստուգման հարթակը Դանիել Իոնիսյանին պատկանող։ Ու ասում է, մենք տեսանք, որ Դանիել Իոնիսյանը գրել է ասենց post, ուսումնասիրեցինք, չգտանք ծանրակշիռ փաստարկներ առայն, որ Արթուր Չախոյանը ֆինանսավորվում է երկրորդ նախագահի կողմից, տենց ուստի տենց Դանիել Իոնիսյանը ստում է, էտա դուրս գալիս։ Ինչի համար են սրանք սա անում։ Սրանք կորցրել են ֆինանսավորումը։ Մենք այդ զավեշտալի բանը դրել ենք դրա ռոլիկը, որ ոնց է սա, ասում դու գիտեք ես ինչ անաչառ էֆեկտիվ աշխատանք եմ անգամ ինձ այո, ուզում եք շարունակենք մեր fact checking-ի կարևոր մեր միսիան, ուրեմն աջակցեք մեզ SSS համակարգերով, ոնց որ մեր ոդկասթն ենք մենք անում, ինքը տենց որոշել է, որ ինքը կունենա համախոհներ, որոնք իր այդ ապուշ բաները կուզենան ֆինանսավորել եւ հիմա ինքը որպեսի ցույց տա, այսպես մի հիմարություն ասում է, որը գլոբալ առումով ոչ մեկի վեճին չի իր ասածը, բայց FIP-ը ցույց տալու համար թե ինչքան անաչառ է, հերքում է Դանիել Իոնիսյանի։ Սա ինչի համար են իրանք անում, որ վաղը մյուս օրը երբ պետք լինի, իրանք ցույց տան, որ տեսեք, նույնիսկ մենք այստեղ ինքը սա իդեպ շատ է շահարկում, որ նույնիսկ ինձ են ախպեր բան անում, ինչ իրանք լրիվ անկախ են, ես չեն էլ ճանաչում գլոբալ։ Ես դիրեկտոր եմ մտել ընդամենը, ախպեր Գարդիան նշանակե, ալյա Ստիվ Ջոբս էլի։ Մի խոսքով կապիկություն է սա, ուզում եմ սա ֆիքսեք, որ վաղը մյուս օրը երբ որ սա էլի սկսի հեղումներ անել, ասեն այ կապիկ, գիտենք դա ինչի համար է անում։